Եվ այսպես ուշադրություն շարունակում են համացանցում տարածել տեղեկատվություններ, լուսանկարներ և տեսանյութեր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած սարսափելի ջրհեղեղից։ Փողոցներում ամբողջությամբ ջրի տակ են անցել մեքենաները։ Ամեն ինչ ավելի վատացավ, երբ որ տարածվեցին տեղեկատվություններ զոհերի մասին։ Այս տեղեկատվությունների տակ ադրբեջանցիների կողմից թողված մեկնաբանությունները հիմնականում հետևյալն էին. որևէ կանխարգելիչ միջոցներ չեն իրականացվել, որպեսզի ջրերը չլցվեն մարդկանց տները, փողոցները եւ նույնիսկ լցվելուց հետո չի եղել դրանց հետևանքներին շտապ արձագանքում։ Մարդիկ մնացել են ջրերի մեջ, փողոցներում, քանի որ իրենց տները ամբողջությամբ ջրի մեջ ողողված է եղել։ Մարդիկ կորցրել են իրենց սեփական մեքենաները եւ պետությունը որևէ ձև չի պատրաստվում փոխհատուցում իրականացնել։ Այսպիսի մեկնաբանություններ են թողել ադրբեջանցիները այդ հեղեղումների վերաբերյալ նյութերի տակ, դժգոհելով սեփական իշխանություններից, եւ առհասարակ կա այսպիսի մի դժգոհություն Ադրբեջանում, որ Ալիևը իր ամբողջ ուշադրությունը սևեռել է պատերազմելու վրա, ամբողջ ադրբեջանական բյուջեն ծախսվում է զինվելու եւ նոր պատերազմ սկսելու վրա, եւ Ադրբեջանի ժողովուրդը նույնիսկ Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո չի կարողանում նավթի գումարները վայելել եւ այդ փողերը չեն ծախսվում ժողովրդի բարեկեցության վրա, այլ ծախսվում են նոր հակամարտություններ ստեղծելու վրա։ Եվ սա պետքա տեսնի ամբողջ աշխարհը, թե ինչ է անում Ալիև, ինչի է պատրաստվում, որտեղ են ծախսվում ադրբեջանական նավթից ստացված եկամուտները եւ ադրբեջանական իշխանությունը ինչպիսի պայմաններում է պահում սեփական ժողովրդին, հետո էլ մտածում է, թե ինքը կարող է Լեռնային Ղարաբաղում բնակեցնել հայերին։ Ինքը անգամ իր սեփական ժողովրդին չի կարողանում նորմալ տիրություն անել, էլ ուր մնաց, որ Լեռնային Ղարաբաղում բնակեցնի հայերին։ Եվ այս պայմաններում նույնիսկ ադրբեջանցիները Ադրբեջանում չեն կարողանում ապրել, հայերի մասին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իշխանության ներքո գտնվելը իհարկե խոսելը անիմաստ է։ Եվ վերջին շրջանում հենց այս նավթաարդյունաբերության ոլորտը Ալիևի կողմից միջև վերջ մսխելու արդյունքները հետևյալն է, որ Կասպից ծոցը գտնվում է ոչնչացման եզրին, այն դառնում է հսկայական ճահիճ, կենդանական աշխարհը այդ ջրերում գնալով վերանում է, որովհետև ամբողջ ափերը ողողված են սատկած ձկներով։ Ադրբեջանում, Բաքվում մանավանդ կլիման գնալով սաստկանում է եւ սարսափելի շոկեր են սպասվում, որը ազդելու է թե կենդանական, թե բուսական, թե մարդկային կյանքի վրա։ Եվ փոխանակ այդ գումարները որոշակի մասով ծախսվեն Ադրբեջանի, այսպես ասած, բնությունը բարելավելու, վերականգնելու վրա, քանի որ այդ ամեն ինչը ոչնչացնում է նավթարդյունաբերությունը, այդ ամեն ինչ ինքը դրել է ռազմական տեխնիկայի վրա է ծախսում, կարծես որոշում է Ադրբեջանի տարածքը այսպես բնական ճանապարհով ոչնչացնել, Հայաստանի տարածքն էլ ռազմական ճանապարհով ոչնչացնել, բայց Հայաստանի մասին ինքը թող չերազի, Հայաստանի Հանրապետությունը ունի համապատասխան ռազմամթերք, ցանկացած Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների հայկական բանակը ի վիճակի է դիմակայել եւ այդ դիմակայությունը տեղի է ունենալու։ Եվ մենք վստահ ենք, որ իրենք այսօր շատ սարսափում են սահմանի կրակոցներից հայերի վրա հարձակվելուց, որտեվ գիտեն հետևանքները։ Այդ որ Ֆրանսիայից, Հնդկաստանից զենքեր ենք բերում, այդ զենքերը չենք բերել Հայաստանում ուղղակի կանգնացնելու նպատակով, այդ զենքերը պահը եկած ժամանակ գործելու են ինչպես որ պետք է։ Եվ այսպես ուշադրություն Միացյալ Նահանգներում հարձակվել են քրեական հեղինակություն եւ մաֆիոս ադրբեջանական ծագում ունեցող Իսլամ Մահմեդայևի տան վրա եւ նրան սպանել են։ Ինչպես է դեպքը տեղի ունեցել եւ ինչպես են ադրբեջանցիները ոչնչանում Լոս Անջելեսում, որտեղ որ փորձում են կայանալ ընդդեմ հայ ժողովրդի։ Ադրբեջանցուն սպանել են մեքսիկացիները իրենց քրեական տարբեր հանցագործությունների, բախումների պատճառով։ Նրա հետ ունեցել են անհամաձայնություններ, որի արդյունքում թեժացել է վիճաբանությունը եւ արդյունքում սպանել են այդ
ադրբեջանցուն։ Եվ նաև այս գործը սպանությունը փորձում են ադրբեջանական համայնքը, որ այդքան էլ մեծ չի իհարկե, գցեն հայերի վրա, որ ադրբեջանցի ա եղել, հայերը չեն սիրել, որովհետև հենց ադրբեջանցի ա, դրա համար էլ եկել սպանել են, փորձում են իրանց այս կեղտոտ խաղերում ներգրավել հայերին եւ ամեն ինչ հենց Ալիևի գլխավորությամբ կազմակերպվում եւ արվում է, որպեսզի Լոս Անջելեսում հայկական համայնքի անունը գետնին տապալվի եւ Դոնալդ Թրամփը իր վերջին այս խստացումները առաջինը հենց Լոս Անջելեսում իրականացնի ընդդեմ հայերի, նրանց ճանապարհելով Հայաստանի Հանրապետություն, բայց մենք իհարկե տեսնում ենք այդ խստացումները Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ամեն օր զգուշացնում է, որ եթե ունեք բարեկամներ, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում անօրինական կարգավիճակով, նրանց զգուշացրեք վերադառնալ Հայաստան, քանի դեռ չեն ընկել իրավապահ համակարգի ձեռը եւ ավելի դաժան ճակատագրի չեն արժանացել։ Միացյալ Նահանգների դեսպանությունը գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ Միացյալ Նահանգները այլևս այն երկիրը չէ, որտեղ որ կարող ես եւ գնաս ու հանձնվես, ասես եկել եմ պահեք ինձ, եւ գնացածներին հետ են ուղարկելու, որոնք չունեն համապատասխան փաստաթղթեր Ամերիկայում բնակվելու համար։ Եվ քանի որ կա այս գործողությունները Թրամփի վարչակազմի կողմից, այնտեղ ընդդեմ հայերի ակտիվացել են թուրքերը եւ ադրբեջանցիները, որ այս գործողություններում հիմնականում տուժեն հայերը։ Բայց ինչով է Ադրբեջանին ձեռնտու, որ Լոս Անջելեսի հայերը վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Չէ՞ որ օրինակ մարդկային ռեսուրսը Հայաստանում կավելանա։ Իհարկե, մարդիկ, ովքեր որ իրենց տունը, մեքենան, ունեցվածքը ամբողջությամբ վաճառել են ու գնացել են Ամերիկա եւ հիմա չունեն այնտեղ օրինական կարգավիճակ եւ եթե վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն, դա պետության վզին հերթական բեռն է լինելու։ Այդ մարդը գալու է Հայաստան, չունի տուն, չունի մեքենա, ոչ մի բան չունի, բայց ունի ընտանիք, որոնք ամեն օր ուզում են հաց ուտել։ Եվ այդ մարդիկ դիմելու են պետությանը օգնություն ստանալու համար։ Եվ չեն կարծում, որ Միացյալ Նահանգներից Հայաստան են արտաքսվելու մի քանի $100,000 իրենց գրպաններում։ Միգուցե լինեն այդպիսիները, բայց ոչ իհարկե բոլորը։ Եվ ես վերադառնալ կամ չվերադառնալու թեմայի մասին խոսելիս հիշեցի ադրբեջանցիները ոնց էին ծաղրում հայ ազգին, ասելով, որ հայ ազգի 80%-ը ապրում է Հայաստանից դուրս։ Խոսքը գնում էր Հայաստանին եւ հայ ազգին ծաղրելու մասին, որ դե եթե նորմալ պետություն եք, եթե նորմալ ազգ եք,